Բարև սիրելի հեռուստադիտող, այսօր Arman TV-ի եթերում Ստեփան Ալիխանյանի անվան տեխնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար մեր շատ սիրելի Արմինե Մանուկյանն է։ Բարև Արմինե ջան։ Բարև Արամ ջան։ Քեզ ասեմ Արմինե։ Շատ բարի։ Ինչպես ես, լավ ես։ Լավ, շնորհակալ եմ ձեզ տեսնելով, ձեր թիմին տեսնելով, անհնար է լավ չլինել։ Մերսի շատ։ Մենք շատ ուրախ ենք որ ստեղ ես։ Մենք պետք է խոսանք մեր Լեննագանի Գյումրվա բարբարով։ Ես էլ պետք է խոսեմ։ Հա, մենք մերոնցով ենք։ Մենք մերոնցով ենք։ Ինչ ես, ինչ կա չկա։ Կպատմես մի քիչ քո մասին։ Ինչ խեմ, շատ լավ եմ։ Չհաշված շատ բացասական երևույթներ, որ տեղ են ունենում մեր շրջապատում, բայց կփորձեմ լինել լավ, որովհետև մեզնից յուրաքանչյուրը պետք է օրինակ դառնա հասարակության համար։ Միանշանակ։ Եվ այդ օրինակ լինելով հանդերձ, թեկուզ եւ ներսում ինչ որ բան եթե խարխուլ է չպետք է ցույց տաս։ Միշտ պետք է դրական լինես, միշտ պետք է դրական եղնես։ Ժպտաս, խնդաս։ Արմինե ջան, մի քիչ խոսենք քո ուսումից։ Ես գիտեմ որ դու ռեժիսոր ես, ավարտել ես թատերական։ Ես ավարտել եմ Գյումրու թատերական ինստիտուտը, Երևանի կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը։ Մասնագիտական ընտրությունս ոնց որ շատ պատահական ստացվեց, որովհետև սկզբնական փուլում պես ընտանիքով որոշել էին, որ պիտի գնամ փաստաբանական հիմքով, որովհետև հայրս փաստաբան է։ Բայց ես իմ ուղղվածությունները, իմ նախասիրությունները նկարչության մեջ էին, պարարվեստի մեջ էր, երգի մեջ էր, բայց հետո որ իմացանք Գյումրիում կա բաժին, որը կարող է այդ ամբողջ նախասիրությունները համախմբել, դա թատրոնի ռեժիսուրան էր։ Ընդունվեցի թատրոնի ռեժիսուրայի բաժինը, շատ սիրելով ընթացքը անցանք, բավականին շատ վարպետներ ունեցանք, ինչը կարծում եմ լավ էր, որովհետև տարբեր ձեռագրերի միջով անցար, տարբեր ձեռագրեր նաև քոնը դարձրիր ու վերջում գտար քո իսկական ձեռագիրը։ Հրաշալի շրջան եմ ունեցել։ Հետո ինստիտուտն ավարտելուց հետո առաջարկ եղավ, որ մտնեմ Գյումրու տեխնիկային թատրոն։ Այդ կներես, դու այնտեղ ընդանուր ռեժիսորա ես, չէ՞, ուսուցանում ինստիտուտը, տարբերությունը տեխնիկային թատրոնի բեմադրության մեջ ու թատրոնի դրամատիկի, ոնց բա Ես անկեղծ ասեմ, սա բոլոր եթերների ժամանակ եմ ասել, չեմ կաշկանդվել դրանից ինչ կա, այսպես ասած։ Չէ, կաշկանդվել է, չէ, օրինակ այնտեղ ուսուցանել է տեխնիկային թատրոնը, ինչքան հիշում եմ, չկարծեմ։ Այդ ժամանակ տեխնիկային արվեստ թատրոնական ինստիտուտում, մեր ինստիտուտում չէր դասավանդվում, բայց ինչքան գիտեմ, այդ շրջանում Երևանի թատրոնի կինոյի պետական ինստիտուտում կար տեխնիկային բաժին, բայց ի ուրախություն մեզ հիմա արդեն թատերական ինստիտուտում դասավանդվում է տեխնիկավարություն, տեխնիկագործություն, բախտ է վիճակվել ինձ դասավանդելու, հրաշք երևույթ է, որովհետև եթե մենք մեր թատրոնում պիտի դերասան ընդունենք, պիտի դերասանը 3 ամսյա փորձաշրջան անցնի, 0-ից ծանոթանա թատրոնի տեխնիկային արվեստին, բայց այնտեղ արդեն ուսանողները արդեն ուսանում են, հասկանում են, 0-ն արդեն գիտեն, 1+-ով գալիս են թատրոն։ Շատ լավ է, հիանալի։ Իսկ երբ որ դու հայտնվեցիր տեխնիկային թատրոնում, մի քիչ կպատմես, ոնց ստացվեց, որ դու հայտնվեցիր։ Ես դա եմ ուզում, սկիզբն է, հիմքից է ուզում գալ։ Տեխնիկային արվեստ ընդհանրապես չեմ սիրել։ Ես չգիտեմ ինչի հետ էր կապված, թեպետև ծնողներս որ պատմում են փոքր ժամանակ երկրաշարժյան տարիներին, երբ որ մոտ ու ցուրտ էր ու այն լվացքը ծնողս որ լվացնում էր ու փռում էր դրսում ու ձյուն էր գալու այդ սպրոցները սավանները տուներ բերում ու այդ թոկով կախում էին տան մեջ որ հասցներ չորանար ու լամպի լույսներ այդ ստվերի արանքում ես տեխնիկային ներկայացում եմ խաղացել տանեցիների համար օգտագործել ես որպես շիրմա ոնց որ նման բան է եղել այսինքն ենթագիտակցորեն դա արդեն իսկ եղել է որ ես պիտի հետագայում լինեմ տեխնիկային արվեստում չգիտեմ գուցե այդպես է հետաքրքիր է էներգետիկ դաշտ է
Տեխնիկային թատրոն մտել եմ իրապես աշխատանք, այսինքն ինստիտուտն ավարտելուց հետո չեմ ունեցել աշխատանք, բայց ես ուզում էի, որ իմ աշխատանքը լիներ անպայման արվեստի հետ կապված։ Ու այդպես առաջարկ եղավ մտնել թատրոն, ներկայացում բեմադրել։ Առաջին ներկայացումը, որ ինձ հանձնարարվեց, բավականին բարդ էր նաև ինչ առումով, որ ես ընդհանրապես պատկերացում չունեի տեխնիկային արվեստն ինչ է իրենց ներկայացնում։ Հետո երբ որ ասում է արվեստի մարդը պիտի մեծ քթացակ ունենա, այդ քթացակը Փառք Աստծո ինձ տրված էր ի վերուստ։ Ինձ բնական է շատ օգնեցին, թատերախումբը շատ օգնեց։ Եվ ոնց որ սկիզբը այդտեղով գնաց, հետագան արդեն շարունակաբար եղավ տարբեր ներկայացումներ։ Իսկ առաջին ներկայացումը ո՞րն է։ Առաջին ներկայացումը Հովհաննես Թումանյանի Ճերմակ օձը ներկայացումն էր։ Բավականին ծավալուն հեքիաթ, եւ նաեւ բացի դրանից եւ նաեւ պատասխանատվությունն ավելի մեծ է, երբ որ միշտ ասում եմ, երբ դրամատիկ ներկայացում ես բեմադրում, մեծահասակին այնքան հեշտ է խփելը։ Շատ հեշտ է համոզելը, խփելը, բայց երեխա մանկան համար ներկայացում բեմադրելը շատ բարդ է, որովհետև ռենտգենի նման մի անգամից բռնում է։ Ես ոնց արեցիր, ես ինչ արեցիր, չխփեցիր։ Շատ բարդ է, դու պիտի ավելի անկեղծ լինես բեմում քո արածի նկատմամբ։ Հաշվետու պիտի լինես, որ քո հանդիսատեսը շատ բարդ, քմահաճ հանդիսատես է։ Ես աշխատել եմ տեխնիկային թատրոնում երկար ժամանակ, որպես երաժշտական մասի վարիչ, բայց շատ շուտեր ու ես հիշում եմ, որ այն ինչ որ կատարվում էր մեծ բեմում, շիրմայի հետևում ինքը շատ ավելի դժվար էր, որովհետև դու կարող ես դեմքիդ միմիկայով ինչ-որ բան ասել մարդուն, բայց այս պարագայում զուտ մատների ու ձեռքերիդ աշխատանքն ու ինքը անշունչ առարգա է, որով դու պետք է քո սախ ներաշխարհդ փոխանցես դիմացի ու երեխայի, ոչ թե լիմեդիա երեխան պետք է նենց անես, որ այդ երեխան տեսնի ու իր մեջ տպավորվի այդ ամեն ինչը։ Ջան, այնքան պատկերավոր ես պատմում, որ ես պիտի առաջարկեմ գալ թատրոն դերասան աշխատելու, որովհետև իրապես դերասանի, տեխնիկային արվեստի դերասանի համար չափազանց կարևոր է այդ զգացողությունը, որ դու որպես դերասան քո ամբողջ էներգիան պիտի փոխանցես այդ անշունչ առարկային ու դարձնես իրեն շնչավոր ու համոզես ինչ-որ մեկին, որ սա կենդանի շնչող օրգանիզմ է։ Մենք նաև այդ ժամանակ որ տեխնիկային թատրոնն էր, կար զանգակ վոկալ կորզիկային անսամբլ, այն ժամանակ այդպես կոչվեց Ծիծեռնակ զանգակ, Տեղծանիկ, ինչ-որ անուններ էր ու կոմունիստական։ Մենք խմբով որոշեցինք տեխնիկային հետ իմիջիալուց միտքը պետք է առաջարկեմ շարունակենք, շատ հետաքրքիր միտք է։ Մենք փորձեցինք այն ժամանակ բեմադրող ռեժիսորը Պապյան Ռոբերտն էր։ Մեր թիմով, մեր խմբով, էստրադային խմբով եւ տեխնիկներով մենք համերգ տվեցինք։ Այսինքն մեր կոնֆերանսիան, այսինքն մեր հաղորդավարները տեխնիկներն էին։ Ինքը ֆորմատը շատ հետաքրքիր ֆորմատ էր եւ այդ պրոյեկտը այնքան մեծացավ, որ մենք օրվա մեջը տալիս էինք 6-ից 7 սեանս, արդեն էլ հնարավորություն չկար նվագելու, հոգնել էինք արդեն, այս մեր երեխեքը կերկեին տեխնիկներ այնտեղ ինչ-որ ու ինքը այնքան սիրուն ստացվա, որ չգիտեմ հիմա կիրառել են, արել են, չեն արել, չգիտեմ։ Հիմա ունենք նման ներկայացում, տեխնիկների պար ենք անվանել այդ ներկայացումը, հենց տեխնիկները պարում են, տարբեր ֆորմատի տեխնիկներ, այսինքն եթե մեկ ներկայացման մեջ դու պարտավոր ես մեկ տեսակի տեխնիկ օգտագործել, որովհետև եթե արդարացված չի մնացածը, դու կարող ես այդ մի ներկայացման մեջ այդ մի ֆորմատ օգտագործել, բայց եթե տեխնիկային պարերի մասին է խոսքը, տեխնիկների պարերի մասին է խոսքը, կարող ես տարբեր տեխնիկներ, տարբեր ֆորմատի տեխնիկներ օգտագործել ու դա երեխաներին ավելի հետաքրքիր է, բազմազանությունը, բազմաշերտությունը եւ աչքի համար հետաքրքիր է եւ նաեւ ընկալման համար հետաքրքիր է։ Արմեն Մանուկյան թատրոնի տնօրեն եկավ մի պահ, երբ որ ռեժիսոր Արմենուին դարձավ տնօրեն։ Այ կպատմես ոնց եղավ։ Դա շատ ինքնաբերաբար ստացվեց այդ փուլը։ Ես այդ ժամանակ արդեն 17 տարի թատրոնում ստեղծագործում էի։ Եվ այդպես մեր թատրոնի տնօրենը Լևոնը Բաղդասարյան,
ողջույններս իրեն։ Իմեր։ Այո, Շատ հարգված, շատ լավ։ այդ թոշակի անցնելու process-ին հասանք։ Եվ բավականին խառը ասես ոնց որ մեր թատրոնի տնօրեն ընդունվելու պահը ոչ իմ մասով, այլ այդպես ուղակի լրատվությամբ իմացանք, թերթերից իմացանք, որ թատրոնի տնօրեն նշանակվել ինչ որ մեկը, չեմ էլ ուզի անունը շեշտել։ Եվ հետո բողոք, գիտեք, էմոցիոնալ են թատրոնի աշխատողները, ստեղծագործողները, էմոցիոնալ, բայց արդարացված էմոցիաների դաշտով։ Եվ այդ էմոցիայի բուն գագաթնակետին հասանք, որ մեր թատրոնի տնօրեն պիտի լինի մեր թատրոնից այն մեկը, որ իրապես խորքային ծանոթ է թատրոնի եւ խնդիրներին եւ առավելություններին։ Ինքը շատ կարևոր է։ Եվ թատրոնի ողջ կազմի ցանկությամբ նշանակվեցի թատրոնի տնօրեն։ Անակնկալ էր քո համար այդ անակնկալ, տեսեք, ոչ թե անակնկալ էր, այլ սպասելի էր, որովհետև մշտապես պարոն Բաղդասարյանը ասում էր, որ ես ձեզ եմ տեսնում թատրոնի շարունակություն տվող, եւ ոչ միայն պարոն Բաղդասարյանը, նաեւ մեր վաստակաշատ դերասաններից արդեն իսկ ցավոք ողջ չի մեզ հետ Մելինե Սիմոնյանը, վաստակավոր դերասանուհին, այո, Աշալույս Պետրոսյանը։ Եվ այժմ Փառք Աստծո մեզ հետ ստեղծագործող մյուս կազմից Գառնիկը Պետրոսյան, հրաշալի դերասան, վաստակաշատ դերասան, որը երբ որ բեմ է բարձրանում իր ձայնի ելևէջներով կարող ես, չգիտեմ, էյֆորիկ վիճակների մեջ հայտնվել։ Գառնիկը միշտ է իր տեղում։ Այն ժամանակվանից ես եմ հիշում, որ իր հումորը, իր ամեն ինչը շատ հրաշալի եւ անձնավորություն եւ արվեստագետ եւ շատ կիրթ անձնավորություն, քաղաքակիրթ մարդ։ Նկատել եմ, որ բանը խոսքը թատրոն շատացել է։ Այո։ Կարող ես սխալվի, ես չեմ կարող ասեմ, թողներն ինձ բոլորը այդ տնօրեններից կախված չէ, միգուցե, լավ տնօրենը լավ ադմինիստրատորն է, լավ տնօրենը լավ կազմակերպիչն է։ Մենեջմենթը շատ կարևոր բան է։ Ամենակարևոր բանն է։ Ու ես նկատել եմ, որ խոսքը թատրոն շատացել է։ Անկախ նրանից ինքը ծախսը կփագետ է, չի փագետ հարցի 8-րդ կողմն է, բայց գոնե թատրոնը իր բուն նպատակին կաշխատի, այսինքն կբերե երեխուն Մերխին ծանոթանալը հեքիաթին, հեքիաթ գրողի հետ, դերասանի հետ։ Դրանք շատ կարևոր երևույթներ են ու իհարկե անշուշտ թատրոնը պիտի պարտադիր հաշվի նստի, թե ինքը ինչ է բեմադրում ու ոնց է բեմադրում, դա շատ կարևոր է։ Այնպես չի, որ ուղղակի ասում ենք, այդ էներգետիկ դաշտը ստեղծվեց ու վերջվել անելու չունես անելու։ Չէ, ժամանակին հարիր, ներկայացումներ ասելիքը հստակ, ժամանակի հետ քայլող ասելիքով ներկայացումներ պիտի բեմադրես, որ երեխային իրապես հուզի, հետաքրքրի ու նաև սովորեցնի։ Որովհետև մենք ենք սովորեցնողը։ Մենք եթե երեխային տալիս ենք դժվար մարսելի սնունդ, այդ երեխան չի մարսի այդ սնունդը։ Դու պետք է մարսելի սնունդ տաս երեխային, որ հեշտ մարսի ու նաև իր օրգանիզմը աճեցնի, զարգացնի, հա, հասունացման շրջան տանի։ Մենք այդ փուլի մեջ պետք է ճիշտ լինենք, այդ սֆերայում պետք է ճիշտ աշխատենք, ու մենք իրավունք չունենք շեղվելու։ Մեր վրա շատ բարդ պատասխանատվություն է դրված։ Բարձր։ Ինչ վիճակում է թատրոնը, ինչ խնդիրներ ունի թատրոնը։ Ես եթե այդ հարցը ինձ տայիք մոտավորապես 6-ից 7 տարի առաջ, ես մի մեծ շարք կարող էի թվարկել։ Դե դրա համար սպասենք մի քանի տարի անցնելը մենք հանդիպենք իրար հետ։ Այո, իրապես բարդ շրջան ունեցանք մենք եւ Փառք Աստծո եւ նաեւ փառք են մարդկանց, ովքեր մեր կողքը կանգնեցին գաղափարը առաջ տանելով, որ հստակեցնելով սա Հայաստանի Հանրապետության եւ նաեւ Կովկասի առաջին պետական տեխնիկային թատրոնն է։ Համար առաջի։ Այո, սա ուղղակի բառերով չպիտի մարսել, սա պիտի գիտակցել ու այդ գիտակցումը պիտի աճեցնել ու հասնել իր կենկետին, որ իրապես վստահ ասես, որ սա այն առաջինն էր, որ երբեք վերջինը չի դառնա։ Մենք հիմա հագեցված ենք ժամանակակից լույսերով, որը գիտեք թատրոնի համար ամենակարևոր փուլերից մեկն է եւ շնորհակալություն նաեւ ձեզ, որ ձեր խորհրդով մենք այդ լույսերն ունեցանք, որովհետեւ մասնագիտական խորհրդատվությունը կարևոր փուլում ամենաառաջնայինն է թատրոնում, որովհետեւ գիտես, որ լույսը որ հատվածում պիտի դնես, որ ինչ ստանաս։ Փառք Աստծո, դա ունենք մենք։ Ունենք նաեւ այն կարևոր հանգամանքը, որ հեծը պարբերաբար մեր ներկայացումները խեղաթյուրում էր, լույսը անջատվում էր, ներկայացումներն չունեինք այն համակարգը, որ կարողանային կարեստական լույս ունենալ, Փառք Աստծո այդ համակարգն էլ ունենք, դվիժոկ ասածը։
Դա էլ է շատ կարևոր թատրոնի համար։ Ունենք վերանորոգված երկրորդ հարկ, սպասում ենք երկրորդ սուբվենցիային, որ ունենանք նաև վերանորոգված առաջին հարկի դահլիճ, մանկական դահլիճը։ Ինչքան լուսավոր բան կա, արխիվում է ու տեսանելի է, կարծում եմ շուտով շոշափելի կլինի նաև։ Էլ չեմ ասում թատերախումբը, մեր աշխատողները բոլորը նվիրված, պրոֆեսիոնալ կազմ, հաշտ, համերաշխ, սիրով, որովհետև եթե այդ սերը չկա, ընտանիք ասածում, սա ընտանիք է, փոքրիկ ընտանիք։ Եթե այդ սերը չկա, ոչ մի բան չի ստացվի, ինչքան էլ 1-2-ը ուզի։ Պարտադիր պիտի բոլորը գաղափարով նույն կետին լինեն, իսկ այդ կետը մեր համար լուսավոր դաշտն է, որովհետև մենք աշխատում ենք երեխաների համար։ Նայ, ինչ է պետք, որ մարդը հայտնվի տեխնիկային թատրոնում որպես դերասան։ Մի բան էր, որ մարդը հաճախում է ինստիտուտ, հա, թատերական ինստիտուտ, այնտեղ կան ավելի, ես կարող եմ սխալ կարդայեմ, կա ավելի իրանց աչքը ականջշոյող, այսինքն որպեսզի ինքը դերասանի կերպարով լինի, եւ կա երկրորդ տարբերակը, երբ որ ինքը չի երևա ու կերևա տեխնիկա։ Հաշվի առնելով, որ բոլոր մարդիկ ուզում են, որ իրանց կերպարը երևա, մարդը ինչ է պետք, որ ինքը իրան երկրորդական դասը, եսպես կհամարեմ, ու առաջնային լինի իր ձեռքերն ու ձայնը։ Ես կարող եմ օրինակը բերել մեր Գառնիկ Պետրոսյանին, որ հրաշալի ձայն ունի եւ շատ հետաքրքիր արտաքին։ Երբ որ ինքը պատմում է, որ Երևանում ինձ առաջարկվեց տարբեր թատրոններում, առաջատար թատրոններում լինել դերասան, դրամատիկ բեմի դերասան, ասում է, ես ասացի ոչ, տեխնիկային արվեստն է իմը։ Ես իրականում դերասան չլինելով հանդերձ տեխնիկային արվեստը կարող եմ բացատրել հետևյալ կերպ։ Որ դուք լավ ասացիք, կան դրամատիկ արվեստում կա, որ ուզում ես քո մարմինը ցույց տաս, քո, չգիտեմ, բոլոր էմոցիաները քո մարմնով, աչքով ցույց տաս, որովհետև այն թատրոնը աչքի թատրոն է, հա, աչքով ցույց տալու թատրոն է, հոգիդ ներսդ։ Տեխնիկային արվեստում գուցե այդ կոմպլեքսավորված վիճակն է, որ արտաքինդ չերևա, բայց երևա քո ամբողջ ներսի հույզերդ, էներգետիկ դաշտդ, արտաքինը երկրորդ պլան է մղված։ Բայց մենք հիմա ինչ ենք արել, մեր գրեթե բոլոր ներկայացումների մեջ ներառել ենք դերասաններին արտաքինով։ Այսինքն ընտրել ենք այնպիսի տեխնիկներ, որ նաև դերասանն երևա։ Ու հիմա այսինքն կներես, ուզում եմ պատկերացնեմ ոնց կան հարթակային տեխնիկներ, տեխնիկի տեսակ, որ եւ դերասանն է երևում, եւ մարիոնետ կա, որ վերևից է էլի դերասանը շիրմայի հետևում է, բայց կան տեխնիկներ, որ գաբիտը այդ բռնակը գլխի հատվածից է ու ինքը հարթակի վրա կանգնած տեխնիկա, ու դերասանը ինքը հենց հանդիսատեսին երևում է։ Այսինքն տեսակ տեխնիկներն էլ ենք օգտագործում, ու մեր դերասանները երիտասարդ խումբը ավելի շատ ձգտում է, որ ինքը երևա։ Եթե գուցե սա սերնդի խնդիր է, ես չգիտեմ։ Եվ հետո նաև մենք հաստատեցինք այն փուլը, որ նախկինում մեր դերասանները գլուխ խոնարհման դուրս չէին գալիս։ Գուցե նաև այդ կոմպլեքսն էր հետը կապված, բայց եւ նաև կապում էին ժամանակին, որ դա եթե դերասանը տեխնիկի հետ դուրս է գալիս խոնարհման, երեխան դերասանին տեսավ, այդ մնացած աշխարհը կորավ։ Այդ հրաշքը վերացավ։ Բայց մենք բերեցինք այն փուլի, որ չէ, դերասանը պարտադիր պիտի երևա երեխայի աչքին, հանդիսատեսի աչքին։ Հիմա ներկայացումը երբ որ վերջանում է, վարակույրը բացվում է, դռներ ունենք, դռները բացվում են, դերասանը տեխնիկի հետ դուրս է գալիս գլուխ խոնարհման։ Ու պատկերացրեք երեխաների աչքերը, երբ որ ես շատ հաճախ երեխաների հետ նստում եմ դահլիճում ու հասկանամ, թե որն ինչ էմոցիա տվեց, մենք որ կողմով ենք ճիշտ աշխատել, որ կողմով ենք սխալ աշխատել, ու հասկանում ես, որ երեխան իրոք դրա կարիքը ունի դերասանին տեսնելու, ճանաչելու։ Բայց չի կտրում ինքը այն տեխնիկից, որ 45 րոպե այդ տեխնիկին որպես իր սիրելի կերպար եւ կամ հակասական պատկեր կերպար ինքը 45 րոպե նայեց դրան։ Ինչ պլաններ կան, հետագա ինչ պրոյեկտներ կմշակվի տեխնիկային թատրոնում, խոսած մի քիչ, կա նման պլաններ պլանավորված։ Օրինակ մենք այս տարի նշում ենք թատրոնի 90-ամյակը։ Եվ շատ հրաշալի ծրագիր ունենք մշակած, չեմ ուզում ճակերտներ բացել, դա նաև մեր հասարակության համար հետաքրքիր պիտի լինի։ Կարծում եմ, որ դա չի խանգարի մեր շինարարական աշխատանքներին, որովհետև արդեն իսկ սկսված է փոքրիկ հատված վերանորոգելու, դա կապված կլինի արդեն
քաղաքի բանուկ հատվածի հետ, որտեղ ուզում ենք միջոցառումը դրսում ունենալ, կարնավալային բնույթ է իրենից կրելու։ Կարծում եմ դա բավականին հետաքրքիր կլինի ու նաև հիշարժան թատրոնի համար։ Դրանից զատ թատրոնը, ինչպես պարբերաբար բոլոր թատրոնները ունենում են առաջնախաղեր, մենք էլ պատրաստվում ենք նոր ներկայացումների, քանի որ արդեն մոտենում ենք տարվա ավարտին եւ գիտեք մեզ համար ամենակարևորը ամանորյա փուլն է։ Այս տարի 2 ներկայացում կունենանք, մեկի մասին փոքր կխոսեմ, մյուսի մասին չեմ խոսի, որովհետեւ դեռևս հստակեցված չի ստատիկ ներկայացումների շարքը, բայց ունենք մի ներկայացում, որը Գրինչի մասին է։ Բոլորիս հայտնի Գրինչի կերպարը, ունենք հստակ դերասան Արթուր Բեկջանյան, ով շատ տիպիկ Գրինչ է։ Եվ կարծում եմ երեխաներին գուցե թե նաև պատանի հանդիսատեսի համար լինի, որովհետև տեխնիկային մոտեցումները ավելի քիչ են լինելու, դրամատիկ խաղ է լինելու։ Հասկացա։ Գրինչը հոգեբանական դաշտի։ Իսկ փառատոնի օրը բացման օրը որոշված է։ Բացման օրը հստակեցված չի, որովհետև կապված է նաև մեր դպրոցների ու մանկապարտեզների հետ։ Գիտեք, որ մեր հանդիսատեսը դպրոցների ու մանկապարտեզների հաճախող երեխաներն են, իրենք էլ են մասնակից լինելու։ Բավականին հետաքրքիր է լինելու, այո։ Եվ նաև ունենք Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված ներկայացում, հոբելյանական տարի է եւ այս ներկայացման մասով քաղաքի խելոքներն ենք բեմադրում, բավականին հետաքրքիր է լինելու։ Եվ նաև պատրաստվելու ենք անունը շատ խրախուսող։ Այո, բավականին հետաքրքիր ներկայացում է լինելու, որովհետեւ ի սկզբանե նախքան ներկայացումը տիկնիկների տեսքով պետք է ունենանք մեր հայ մեծերին։ Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, նաև ունենալու ենք Ֆրունզի կերպարը, բավականին հետաքրքիր է լինելու եւ արդեն բեմական աշխատանքներն են տարվում։ Դրանից զատ պատրաստվում ենք Ալավերդիում Լորի փառատոնը 31-րդ փառատոնին մասնակցել, մեր շատ հետաքրքիր ներկայացումով Բրիկիտի Կիտավի, սա էլ տեխնիկային ներկայացում չի, դրամատիկ խաղ է, այո, բավականին հետաքրքիր փուլ ունենալու ենք։ Տարին ավարտելու ենք բնական ամանորյա ներկայացումներով եւ հետո կտեսնենք շարունակությունը ոնց կլինի։ Հարմինե ջան, շատ շնորհակալ եմ, որ դու այսօր մեր հյուրն էիր, մենք մերոնցով էինք։ Այո, ձեզ եմ շնորհակալ, որ դուք կաք։ Մեր լավ հեռուստատեսությունը Armand-ը, որը նաև դիտում են Ամերիկայում, ինքը ամերիկյան հեռուստաալիք է, եւ Շիրակի մարզում Ռադիովան Գյումրին, որը 2 տարեկան է ու իր տեղն է գրավել արդեն լսարանում։ Ես հստակ կարող եմ ասել, որ իր տեղն է գրավել, որովհետև մշտապես ես լսում եմ Վան ռադիոն, չգիտեմ, իմ օրվա սկիզբն է ու նաև երևի ավարտը նաև։ Մեր մոտ էլ մենք շատ զգոն ենք, որպեսզի փորձում ենք ճիշտ երաժշտություն պրոպագանդել, ամեն մեկս մեր ֆունկցիան ունենք, որպեսզի եթե մենք բոլորս քիչ-քիչ սխալվենք, հաստատ այդ սխալը կդառնա շատ մեծ սխալ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ ես, շնորհակալ եմ, որ մեր չասեմ հյուրն էիր, մեր այսօրվա մերոնցովն էիր։ Մերոնցով, այո։ Լավ մնա։ Էլի կհանդիպենք, էլի կզրուցենք, էլի կամփոփենք, իսկ բոլոր երեխաների ծնողներին կոչ եմ անում, ձեր երեխաներին տարեք այնտեղ, որտեղ բնական գույն է, բնական տեխնիկ է, տեխնիկի բնական իհարկե չի լինում, դերասանն է, որովհետեւ ձեր երեխաները մաքսիմում արեք ամեն ինչ, որովհետեւ կդրվեն թե համակարգչից, թե YouTube-յան ալիքներից եւ այլն։ Կամ օգտագործեն ճիշտ։ Արմինե ջան, ինչ կմաղթես մեր հեռուստադիտողին եւ ռադիոլսողին։ Հայ ժողովրդին զտարուն հային կմաղթեմ առաքինություն։ Օրինակ լինելու հնարավորություն, ցանկացած անձի համար օրինակ դառնալու։ Լինել լուսավոր, կյանքի իրադարձությունները ընդունել բնականon երևույթ, ինչքան է ցավոտ են։ Չգիտեմ, ապրել, ուրախ լինել։ Այդքանը։ Այո։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի ռադիոլսող, այսօր մենք մերոնցով հյուրներ Ստեփան Ալիխանյանի անվան տեխնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Արմինե Մանուկյանը։ Արմինե ջան, շատ շնորհակալ ենք, որ մենք այսօր մերոնցով զրուցում էինք մեր մասին։ Բարի, ես էլ շնորհակալ եմ ձեզնից, ձեր խմբից։ Հաճելի է, որ քաղաքում գործում է մի կառույց, սա, այսպես ասեմ, որը ճաշակով երաժշտություն է մատուցում, ճաշակով, ինչ անում է ճաշակով է անում, որովհետև դա շատ կարևոր է, որովհետև դուք նաև
ճաշակ եք ներարկում մարդու մեջ, ինչը շատ կարևոր է իհարկե մարդու տեսակը լիովին դարձնելու համար։ Շարունակություն ձեր բռնած ցանկացած գործին, լավ բան եք անում, լավ բանը թող շատ լինի։ Մերսի շատ։ Ասեմ, որ Ռադիովան Գյումրին եւ Արմաուն հեռուստատեսությունը համատեղ մենք մերոնցով հաղորդաշարն են ստեղծել, որտեղ մերոնցից մեկը մեր Արմենուհի Մանուկյանն էր։ Լավ մնացեք։ Բարի